Նախքան մրցախաղերի մեկնարկը տեղի է ունեցել մրցավարական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են բանակային խաղերի ծրագիրը, հստակեցվել ըստ օրերի կայանալիք միջոցառումները։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերի առաջին օրը կայացել է կողմնորոշում մրցաձևը։ Թիմերի ներկայացուցիչների համար պահանջը հետևյալն էր՝ անծանոթ տեղանքում արագ եւ անվտանգ հաղթահարել երթուղին, իրականացնել սահմանված վայրի հայտնաբերում եւ կարճ ժամանակում հատել վերջնագիծը։ Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը։ Մրցաձևն անցկացվել է առանձին տղամարդկանց եւ կանանց շրջանակում։ Անհատական հաշվարկով մրցութային առաջին օրվա արդյունքները բաշխվել են հետևյալ կերպ։ Տղամարդկանց մրցապայքարում առաջին տեղ Պաշտպանության նախարարության թիվ 3 թիմի ներկայացուցիչ մայոր Տարոն Ազարյան, երկրորդ տեղ Պաշտպանության նախարարության թիվ 2 թիմի ներկայացուցիչ կապիտան Արտակ Անդրեսյան, երրորդ տեղ Պաշտպանության նախարարության թիվ 1 թիմի ներկայացուցիչ կապիտան Յուրի Մխիթարյան։ Կանանց մրցապայքարում առաջին տեղ Պաշտպանության նախարարության թիվ 5 թիմի ներկայացուցիչ կուրսանտ Մելինեթ Համրազյան, երկրորդ տեղ Արդարադատության նախարարության թիմի ներկայացուցիչ փոխգնդապետ Լիանա Անդրեասյան, երրորդ տեղ Ներքին գործերի նախարարության թիվ 2 թիմի ներկայացուցիչ ավագ սերժանտ Հասմիկ Մուրադյան։ Բանակային խաղերին մասնակցում են Պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների, քննչական, հակակոռուպցիոն կոմիտեների, դատախազության եւ պետական պահպանության ծառայության հավաքական 18 թիմեր։